կամուրջ հասարակական շարժումը կամ հարթակը, ինչպես կցանկանաք, ունի միայն մեկ նպատակ, դա կամուրջներ ստեղծելն է, հենց անմիջապես կամուրջ բառի մեջ է դա ներառված, բայց մինչ անցնել անմիջապես բուն թեմային թույլ տվեք ներկայացնել նաև իմ գործընկերներին, համահիմնադիրներին, Լուիզա Սարգսյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, Ռաֆայել Հունանյան, Հայաստանի երիտասարդական կենտրոնի ղեկավար, եւ ես քաղաքական վերլուծաբան Աննա Մխիթարյան, ինչպես ընդգծեցին, գտնվում է արտերկրում գործուղման, բայց շատ շուտով կմիանա մեզ։ Հարց է, ծագում ինչի համար եւ ինչ առհասարակ հարթակը իրենից ներկայացնում, խոսքը կամուրջի մասին է։ Չեմ թաքցնի, որ առաջինը միտքը, որը մեր գլխի մեջ ծագել էր, պայմանավորված էր նրանով, որ բոլորս էլ գաղտնիք չի, տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրված առհասարակ, թե ներհայկական հասարակության մեջ կապերը, թե Հայաստան սփյուռք, թե մեր դաշնակիցների հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ, կապերը խեղաթյուրված են, կտրված են, գիտեք, աղավաղված են եւ հաշվի առնելով, որ այսօր մենք բոլորս, թե Հայաստանը, թե Սփյուռքը գտնվում ենք շատ կարևոր փուլում, որտեղ առանց չափազանցության որոշվում է առհասարակ մենք լինելու ենք թե չէ, բոլոր առումներով։ Խնդիր կար, մենք գործընկերներս սա կհաստատեն, ասես նստած մտածում ենք ինչ անենք եւ ինչից է դա առհասարակ, ծագում այս խնդիրները եւ եկանք մի շատ կարեւոր եզրակացության, որ խնդիրը նրանումն է, որ կլինեն դա մարդիկ հասարակ, կլինեն կազմակերպություններ, կլինի Սփյուռք, կլինի Հայաստան, կլինի հայ-ռուսական հարաբերություններ, բազմաթիվ կամուրջներ չեն գործում կամ այրվել են, այսինքն մի քիչ պատկերավոր, ինչը ուղղակի խնդիր է առաջացնում Հայաստանի Հանրապետության մեզ բոլորիս համար։ Նախ ուզում եմ ընդգծեմ, որ կազմակերպությունը ապակուսակցական է եւ ապա եթե կցանկանաք, դասական առումով, ոնց որ ժողովրդի գլխի մեջ նստած, ապա քաղաքական է։ Խնդիրը մենք տեսնում ենք, տարանջատել ենք, շատ ենք քննարկել եւ տարանջատել ենք 3 հիմնական ուղղություն։ Հայ-ռուսական հարաբերություններ։ Բնականաբար մենք ունենք բազմաթիվ հարցեր մեր դաշնակիցներին, բայց հավատացնում եմ ձեզ, դաշնակիցներն էլ մասնավորապես Ռուսաստանը, եվրասիական վեկտորը ունի դեպի մեզ բազմաթիվ հարցեր։ Ցավոք, հաճախակի այդ հարցերը շահարկման առարկա են դառնում եւ ըստ էության չկա հարցերի քննարկում, չկան կամուրջներ, որով այդ հարցերը պետք է քննարկվեն, որով այդ հարցերը պետք է լուծվեն եւ որով այդ հարցերը պետք է գիտեք իրենց ճիշտ, այո, հենց ճիշտ բառ օգտագործեցի, ճիշտ եւ շատ կարեւոր մեզ համար լուծումները գտնեն։ Երկրորդը դա իհարկե ներհայկական համերաշխություն։ Համերաշխության գաղափարի մասին շատ է խոսացվել, բայց առանց հանրային համերաշխություն ուզում եմ միանգամից ընդգծել, չի նշանակում հնազանդություն, առհասարակ բոլոր առումներով, որովհետև բացի հայտնի քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործընթացների մենք բազմաթիվ սոցիալական, հասարակական խնդիրների առջև են կանգնած եւ այդ խնդիրների կույտը, որ հավաքվում է իրար գլխի, ինքը թույլ չի տալիս հասարակությանը, թույլ չի տալի համայն հայությանը շատ adekvat, արագ եւ էֆեկտիվ արձագանքել բոլոր այն մարտահրավերներին, որոնք մեր առջև կանգնած են։ Այո, հանրային համերաշխություն եւ ինչու ոչ ներդաշնակություն այն հարցերի շուրջ, որոնցից կախված է առհասարակ
մեր բոլորիս, ու Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի իհարկե, համայն հայության գոյությունը։ Ես խոսքի մեջ օգտագործեցի Սփյուռք, այո, Սփյուռքի հետ կարևորագույն ինստիտուտի, եթե ցանկանաք այսպես անվանենք, հա, Սփյուռքը ինստիտուտի հետ կրկին բազմաթիվ կամուրջներ այրվել են։ Եվ այդ կամուրջների ինչու ոչ վերականգնման հետ, նոր կամուրջների, նոր կապերի, նոր ոչ թե հարաբերությունների, նոր, գիտեք, հարաբերվելու այդ մակարդակի վերականգնման եւ բարձրացման խնդիր է կանգնած բոլորիս առջև։ Կամուրջը ըստ էության մի հարթակ է, որը կամուրջներ է ստեղծում թե Հայաստանի ներսում, թե Հայաստանի դրսում։ Մենք բոլորս գտնվում ենք խայտառակ պրոպագանդայի տակ։ Առավոտից երեկո խեղաթյուրում են ամեն ինչ, սկսած մեր դաշնակիցներից, վերջացրած ներհայկական համերաշխությունը, բայց դրա հետ մեկտեղ էլ մենք պետք է հասկանանք մի բան, եթե մենք հիմա առաջնորդվենք, ինչպես ես ասացի իմ խոսքի սկզբում, այն մտահոգ մարդիկ, հա, զուտ քաղաքական կամ կուսակցական ինչ-որ, հա, տենց նպատակներով, ապա ոչ մի բան չի ստացվի, անցած ճանապարհը շատ հստակ դա ցույց տվեց։ Ամենակարևորը նաև այս ներհայաստանյան համերաշխությունն է եւ այդ կամուրջ ասվածի միջոցով հնարավորություն տալ մարդկանց խոսելու, հնարավորին հարթակներ ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան կարծիք արտահայտել, բայց կարծիք հայտարարել եւ այդ կարծիքի շուրջ առողջ քննադատություն ցույց տալ, եթե մրցակցության տեղ է նաև առողջ մրցակցություն, բայց խոսել, որովհետեւ հարգելիներս մենք գիտենք, որ հիմնականում մարդկանց մոտ ֆոբիաներ առաջանում են նաև այդ չխոսելուց։ Մենք հիմա բոլորս մեկս մյուսից կամ նեղացած ենք, կամ չենք խոսում եւ ասեմ նաև այս մեր հեռուստատեսային հաղորդումներն էլ բերում են այն եզրահանգման, երևի պարոն Աբովյանը կհամաձայնի, որ շատ հաճախ մարդիկ կան, որ ուզում են խոսեն, բայց նաև վախենում են, որովհետև ասում են, դե չգիտենք, դա եթեր կգնա, ինչ խոսքեր կգրվեն մեզ, ինչեր կասվի, ինչ կարծիք։ Շատ ծանր վիճակ է այդ տեսակետից մեզ մոտ հիմա երկրում ձևավորված եւ առաջին հերթին մենք այո ցանկություն ունենք, որ կարողանանք կառուցել ներհայաստանյան կամուրջներ մեր հասարակության մեջ, կարողանանք այդ ատելությունը հանել, այդ ֆոբիաները, այդ տոքսիկ կոչված վիճակը մարդկանց բերել մի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան զրուցել եւ դրանից հետո արդեն մենք պետք է մտածենք, որ այո հայկական աշխարհի միջև պետք է լինեն կամուրջներ, որովհետև ես միանշանակ համաձայն եմ պարոն Աբովյանի հետ, որ այսօր Սփյուռքը ոչ միայն Հայաստան-Սփյուռք կապը, այլ նաև ընդհանուր հայկական աշխարհի մեջ Սփյուռքը այսօր ունի լուրջ խնդիրներ։ Մեզ բոլորիս հայտնի է, որ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի ճակատագիրը այնպես է կառուցվել, որ շատ քիչ մասն է ապրում Հայաստանում եւ շատ ավելի մեծ համայնքներ մենք ունենք Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում, Արևմուտքում, Մերձավոր Արևելքում, բայց այսօր տեսնում եք, որ արդեն երկխոսություն կամուրջ չկա նաև Սփյուռքում գտնվող հայերի միջև։ Բնականաբար Արևմուտքում ապրող հայկական համայնքներին այնտեղ արևմտամետ ուժերը տանում են հակառուսական պրոպագանդա եւ այդ պրոպագանդան թողնում է իր ազդեցությունը մեր այնտեղի համայնքների վրա եւ տեսեք ուրեմն արդեն այստեղ ոչ թե կառուցվում են, այլ քանդվում են կամուրջներ Սփյուռքի մեջ։ Հիմա պետք է այո մեր առջև դնենք խնդիր նաև հայկական աշխարհի միավորման եւ իհարկե պետք է շեշտեմ, որ ես հատկապես դրան հետամուտ եմ լինելու, որ մշակութային երկխոսություններ լինեն, որովհետեւ ցավոք սրտի այս բոլոր տրամադրությունները ազդել են նաև մշակութային երկխոսությունների վրա, մշակութային կապերի եւ մշակութային կամուրջների, իսկ բոլոր ժամանակ
ժամանակներում դա հայտնի թեզ է, որ մշակույթը կապել է մեզ բազմաթիվ ժողովուրդների եւ երկրների հետ, որ մշակութային երկխոսությունը, դիալոգ կուլտուր կոչվածը եղել է բոլոր ժամանակներում շատ կարևոր եւ շատ անհրաժեշտ, բայց հիմա երբ որ մենք մեր երիտասարդ սերնդին էլ նայում ենք, գիտեք, եկել ասենց ինչ որ բա, եկել են պապերը, տատերը, ծնողները, իմացել են պատմություն, մշակույթ, գրականություն, շատ անգամ այդ գրականությունը հենց օրիգինալում են կարդացել ռուսերեն լեզվով։ Հիմա ասենց ինչ որ մի բան կտրվել է, մի հատ վակուում է, մեկ-մեկ որ երիտասարդների հետ խոսում ես, ուղղորդում ես, հասկանում ես, որ ճիշտ ուղղորդման դեպքում այդ երեխեքը շատ հետաքրքրություններ ունեն, ուզում են կարդան, հասկանան, բայց մեկ-մեկ էլ ստեղծվում է իրավիճակ, որ նույնիսկ այ հիմա պատերազմի հաղթանակի 80-ամյակին ընթառաջ երիտասարդներ կան, որ ունես տրամադրված են, որ դա իրանց սկի գործնել չի եւ դա իրենց չի վերաբերվում, որտեվ այդպիսի տրամադրությունների ներքո են, բայց հետո երբ որ ասում ես, այսինքն մի ընդհանուր հաղթանակ, հələ մի գնա նայի պապիկդ, տատիկդ, ինչպես տեսնում ես, որ միավորվում են, որ ուզում են խոսել, ուզում են կարդալ, ուզում են զբաղվել, ուզում են հետաքրքրվել։ Ինչպես իմ գործընկերները արդեն անդրադարձան մեր գաղափարին, կամուրջում լինելու է շատ հստակ ընդգծված նաև երիտասարդական նախագծեր, որոնք օգնելու են, ամրապնդելու են Հայաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայում, Սփյուռքում ապրող մեր բոլոր երիտասարդների, հայերի, ինչու ոչ նաև մյուս մեր երկրներում ապրող գործընկերների կապերը։ Իսկ այդ կապերը ամրապնդելու համար նախագծվել են, եւ մի քանի գաղափարներ են հանձնվել թղթին, որոնք պետք է ժամանակի ընթացքում իրականացվեն։ Ինչպես իմ գործընկեր Լուիզա Սարգսյանն ասեց, շուտով մոտենում է հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հոբելյանը։ Հենց այդտեղից էլ կուզեմ սկսեմ, քանի որ մենք սկսելու ենք մի քանի նախաձեռնություններ, որոնք կապված են հենց մեր պապերի սխրանքների հետ։ Ես ինքս իմ պապիկը մասնակցել եմ, ես մեծ սիրով, մեծ ոգևորվածությամբ փորձել եմ այնպես անել, որ մեր նոր սերունդը մաքսիմալ ինֆորմացված լինի նրանց կատարած սխրանքների մասին։ Տեսեք, միայն Հայաստանում իրականացնելով ծրագրեր չեն կարող ունենալ եւ ստեղծել կամուրջները։ Մեր նպատակների մեջ մտնում է հետեւյալը, որ կամուրջ նախաձեռնությունը ունենալու է երիտասարդ դեսպաններ Հայաստանի սահմաններից դուրս։ ԱՊՀ երկրներում, Սփյուռքում նրանք լինելու են հայ երիտասարդները, ովքեր կյանքի ուսման բերումով այս պահին գտնեն ոչ իրենց հայրենիքում։ Փորձել ենք ներգրավել մասնագետների, ովքեր երկար տարիներ իրենց ուսումը եւ ներդրումն են ունենում օտար երկրներում, բայց պատրաստակամ են իրենց ներուժը օգտագործել Հայաստանի Հանրապետության բարօրության համար։ Մի քանի նախագծեր են լինելու, որոնք ամրապնդելու են, ակտիվացնելու են, իրենց շուրջն են հավաքելու մեր երիտասարդներին։ Կարծում եմ կլինեն հետաքրքիր, կարծում եմ կլինեն բովանդակալից եւ պետք է լինեն նաեւ ուսուցողական, քանի որ այս տարիների ընթացքում երիտասարդները շատ դեպքերում կտրվում են իրականությունից, մոռանում են պատմությունը, իսկ դա պետք է վերականգնել։